Ողջույն։ Մարկեսի հերոսն ասում է. կան հրամաններ, որ կարող են տրվել, բայց կատարելը հանցագործություն է։ Մարդամեկը հրապարակային ասում է. այսինչի նկատմամբ քրգործ հարուցեք։ Քննչականն ու դատախազությունը հենց նույն պահին, դեռ ուղիղ եթերը չավարտած, արդեն կատարել են։ Հլսա բացահայտ, բա ոչ հրապարակային ինչեր է պատվիրում։ Փաշինյանի քրգործ հարուցելու հրամանը ապօրինի է, բայց այդ հրամանը կատարելը հանցագործություն։ Այսօր առավոտյան ուժայինները լցվել էին Նարեկ Կարապետյանի տուն, որովհետև ընդդիմադիր է։ Երեկ մեկ այլ ընդդիմադիր էի տանն էին, դրանից առաջ մեկ այլ։ Հասկանում ենք հրամանը որտեղից է եւ նրանք էլ հասկանում են, որ այդ հրամանի կատարումը ընդդիմադիր լինելու հիմքով մարդկանց խուզարկելը, բռնելը հանցագործություն է։ Բայց վստահ եմ, վաղը պատասխան տալու ժամանակ մարդամեկն ասելու է. ես մեղք ունեմ, թող չկատարեին։ Այդպես է ասելու բոլոր գործերի պարագայում 2018-ից ի վեր բոլոր քրեաքաղաքական հետապնդումների դեպքում։ Այո, ես ասել եմ, կա այդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի, բայց ես մեղավոր եմ, որ դատավորները իմ ասածը անում են։ Այսօր հայտնեցին Ծառուկյանի սպորտ կոմպլեքսը խլելու մասին։ Նիկոլը վաղը կասի, ես մեղք ունեմ, ասել եմ սարքելու եմ բոմբ, թող չենթարկվեին։ Հայաստանը պետություն է, որի ուժային համակարգը ծառայում է մեկ ընտանիքի, մասնավորապես նրա երկու անդամին, չզաքսավորված զույգին։ Աննա Հակոբյանը գրառում է անում, քրգործ են հարուցում, Նիկոլը ելույթ է ունենում, քրգործեր են հարուցում։ Բայց դե խեղճ հարիվը մեղք ունի, եթե դատախազությունն ու քննչականը ընկած են իրենց կամքը կատարելու հետևից։ Այդ մարդը սովոր է բոլոր հարցերում մեղադրել ուրիշներին եւ ինքը ներկայանալ խեղճ հարիվ, որը ոչ մի բանում մեղք չունի։ Նախորդ օրվա ճեպազրույցում ասում է ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է, կքանդվի, քանի որ սահմանափակում են հայկական մթերքը։ Մի կողմից խնդրում է Պուտինին, որպեսզի հայկական ապրանքի նկատմամբ արգելանքը հանի, բայց նույն պահին ասում է հայկական ապրանքը լավը չէ։ Ինքը փչացրել է հարաբերությունները, փաստի առաջ է կանգնեցրել տեղական արտադրողին, հիմա ասում է. ես մեղք ունեմ, որ ձեր արտադրանքը վատն է։ Այդ խեղճ հարիվը երեք հայկական ձկան այնպիսի հակագովազ դարեց, որ եթե որևէ մեկ այսուհետև գնի ձուկ, ուրեմն դա արել է Նիկոլի ինադու։ Մի կողմից ասում են հայկական ձուկը կարող է արտահանվել Եվրոպա, մյուս կողմից ասում են այնքան վատն է, որ դաժե ես չեմ ուտում։ Հայկական ապրանքի բարի համբավը գցում է մի բանի համար, որ արդարացնի իր սարքած խնդիրները։ Վրաստանը մեկ ձկնատեսակի արտահանումը դեպի Ռուսաստան մեծացրել, գերազանցել է 1.5 միլիոն դոլարը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է։ Ինչու՞, որովհետև Վրաստանը ունի վարչապետ, ու նա չի ասում, այ ռուսներ, խելքներ հացի հետ եք կերել, 2-3 հատ օվկիանոս ունեք, 12 հատ ծով ունեք, 2 միլիոն հատ լիճ ունեք, 3 միլիոն հատ գետ ու առու ունեք, բայց Հայաստանի արտիզյան լճերի յուղոտ ձուկն եք ուտում, որ դաժե ես չեմ ուտում։ Վաղը նույնն ասելու է կատնամթերքի մասով, մրգի մասով, հանքային ջրի մասով, կոնյակի մասով, չէ որ դրա պատճառով բացարձակապես ամեն ինչ արգելվելու։ Որքան հաճախ ենք տեսել, երբ պետության ղեկավարի մի անզգույշ խոսքի պատճառով բաժնե տոմսերի անկում է օրինակ տեղի ունենում, դրամն է արժեզրկվում կամ արժևորվում, նավթի գների էժանացում, բորսաներում խուճապ եւ այլն։ Մեր բախտը բերել է, որ սրան ոչ մեկ լուրջ չի վերաբերում եւ ինչ էլ խոսի, լսում կամ թարթում անցնում են առաջ։ Այլապես, եթե լուրջ ընդունեին, օրինակ ձուկ արտադրողները պետք է կառավարության դիմաց լինեին արդեն։ Ռուսաստանն էլ պետք է դատի տված լիներ Հայաստանին ՍԱՏՄ-ին անորակ ապրանք մատակարարելու համար։ Բայց բոլորն էլ գիտեն, որ դա ասել է արդարացնելու համար իր անկարողությունը, հարաբերությունները փչացնելու իր վարպետությունը։ Որովհետև եթե դա չասի, պետք է ուրեմն բացատրի, պատասխան տա, թե ինչու է իր պատճառով այս տարի թափվելու 15,000 տոննա ձուկ, որ աճեցրել են, բայց չի իրացվում։ Մենք այդ արդարացումները վաղուց ենք լսել, արդեն 8 տարի։ Ամեն ինչ վար է տվել ու արդարացել։ Նա որ կարողացավ ամբողջ պետություն հանձնել ու ասել խեղճ հարիվն ինչ մեղք ունի, եթե Ալմաթայի հռչակագրով եւ այլն, մի ձկան թեման ինչ է որ չարդարանա։ Երեք խոսում էր բանակում իր սարքած բարդակի մասին։ Հարցնում են, ինչու այսքան շատ զոհ կա խաղաղ պայմաններում։ Ասում է, ինքը կամ Պապիկյանը ինչ մեղք ունեն։
Զինվորն է քուչից եկել, զինվորները խաղամոլ են, քնկոտ են եւ այլն։ 8 տարի երկիր է ղեկավարում, ասում է ինչ մեղք ունեմ, որ իմ կառավարած փողոցում բարդակ է։ 1000% ավելացրել է խաղամոլությունը, ասում է դե ինչ մեղք ունի Խեղճարիֆը, որ խաղում են։ Եթե քո օրոք խաղադրույքները 3 անգամ գերազանցում են պետական բյուջեն, նշանակում է, որ բանակում խաղում են, դպրոցում խաղում են, կառավարության շենքում խաղում են, ազգային ժողովում խաղում են, ԱԱՑ-ում, ՊՊՑ-ում ամենուր խաղում են։ Այսինքն մեղավորը հենց այդ Խեղճարիֆ ներկայացողն է։ 3 կրակոցներ են հնչել փողոցում։ Հիմա Նիկոլի տրամաբանությամբ ոչ մեկ մեղավոր չէ դրա համար։ Ու չի բացառում, որ այդ բարդակը վերացնել չկարողանալով վաղը ասի։ Դա հանցագործություն էլ չէ։ Ինչպես որ մարդիկ իրավունք ունեն փողոցում զբոսնել, նստել, ավտո քշել, բանջարեղեն ու ծաղիկ վաճառել, հեծանիվ քշել, նույն կերպ էլ կարող են եւ կրակել։ Ինչ կապ ունի, ինչ մեղք ունի դրանում Խեղճարիֆը։ Նա նաեւ մեղք չունի, որ մեր երկրում ամեն 4-ից 1-ը աղքատ է, պաշտոնապես, իսկ ոչ պաշտոնապես 2-ից 1-ը։ Ինքը մեղք ունի, որ աղքատությունը մեր գլխում է։ Կրկնում եմ, նա մարդ է, որին ոչ մեկ լուրջ չի ընդունում, ոչ մեկ հաշվի չի նստում, ոչ մեկին պետք չէ, եւ հենց ինքն էլ դա ընդունում է։ Լրագրողը հարցնում է. Ինչու միջնորդության դեր չեք առաջարկում Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, ու ինչ չէ պատասխանում։ Հայաստանը համեստ ու փոքր պետություն է։ Մենք նման ամբիցիոզ հայտարարություններ ու մտադրություններ չենք կարող ունենալ։ Պետություն ղեկավարողը իրավունք ունի այսպիսի նվաստացուցիչ պատասխան տալ։ Տարածքի չափը, բնակչության թիվը ինչ կապ ունեն միջնորդության դերի հետ։ Այն էլ այսօրվա աշխարհում։ Հայաստանի չափերով քանի երկիր կա, որ այսօր միջազգային լուրջ կշիռ ունի։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանեն իրենց մարմնի սահմաններից դուրս չեկող մտածողությամբ ընկալելով քննադատում են Ռոբերտ Քոչարյանի խոսքը, թե Հայաստանը չպետք է սահմանափակվի 29743 քառակուսի կիլոմետրի մեջ։ Այդ հայտարարությունը հարևան պետությունները գրավելու մասին չէր, այլ հենց այն մասին էր, որ չպետք է ասես մենք փոքր պետություն ենք, այլ պետք է կարողանա փոքր պետություն լինելով մեծ հարց լուծել, դերակատար լինել, մեծ ամբիցիաներ ունենալ։ Թե չէ Նիկոլավարի կարելի ասել Խեղճարիֆը մեղք ունի, որ մենք փոքր պետություն ենք, աչից ձախից կտցում են։ Բայց նաև հետաքրքիր է, որ գերտերության վրա մատթափ տալիս, այ չի ասում, ես փոքր պետություն եմ, ոնց եմ խոսում աշխարհի ցամաքի 1/6-րդի տիրոջ հետ։ Ու հենց այս Խեղճարիֆ մտածողության պատճառով էր, որ այսօր Ադրբեջանը պահանջում է սահմանադրություն փոխել, Ռուսաստանը պահանջում է հանրաքվե անել, Եվրամիությունը պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին եւ այսպես շարունակ։ Ինչքան պետություն, այնքան պահանջ Հայաստանից։ Սաղ պահանջում են, որովհետեւ Խեղճարիֆը ինքը իրեն նշանակել։ Ու ինքը քեզ որպես փոքր երկրի քաղաքացու վախեցնում է, որ մենք փոքր երկիր ենք, ենթարկվենք, որպեսզի պատերազմ չլինի, հանձնենք, որպեսզի պատերազմ չլինի, ինչ ուզում են տանք, որ մեզնից յանտան։ Սա է հենց պարտվողի փոքր մարդու փոքրիկ ղեկավարի հոգեբանությունը։ Կարճ ասած, մեկ մարդու պատճառով մեր երկրում ամեն ինչ կաթվածային վիճակում է, բայց հենց այդ մեկ մարդը մեղադրում է բոլորին եւ համարում, որ Խեղճարիֆը ոչ մի մեղք չունի։ Մեղք ունենում է այն մարդը, որը ունի պատասխանատվություն, անպատասխանատու մարդը ինչ մեղք կարող է ունենալ։ Լավ, որ ոչ մի բանում մեղավոր չես, ոչ էլ պատասխանատու, ոչինչ չես կարողանում կարգավորել, միայն փչացնում ես ու արդարանում, քեզնից բան կախված չէ, միայն դու ես կախված աթոռից, մնում ես, որ ինչ անես։ Կհանդիպենք սեպտեմբերին։